Ընտրությունները ընտրական պրոցեսներ եւ ում եւ ինչպես ընտրել։ Անպայման պետք է մասնակցել ընտրություններին ու ընտրենք փոքր ուժերից մեկին։ Իմ համար Քոչարյանի թիմը Տաշիր Սամոն ԿՊ ու Դոդիկը վարկաբեկված չնախընտրելի տեխնացուներ ու թիմեր են։ Դրա համար այլընտրանք փոքր կուսակցություններին ընտրենք, թող բազմազանություն լինի, ինչ սուպերմարկետի գների դեմ պայքարես իր տարբեր բաժիններում ուղղակի իրենց ենթակային, սուպերմարկետի հետ համագործակցող տարբեր խանութների գների դեմ պայքարես, ամեն մարդ ինչքան էլ սրա հետ ենթակա կախված լինի, եթե մի քիչ անկախ է, իր ամբիցիաներ ունեն, ցանկացած մարդ էլ ամբիցիաներ ունի, բազմազանություն բերենք։ Իմ համար ըստ էս դիտարկումների ԿՊ Նիկոլի գլխավորությամբ մի 20-25% քվե ուներ, որտեղ միշտ էլ իշխող ուժին պետական համակարգը ձեն է տալ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 20-25-30% քվե ուներ, իշխանությունից զրկվեց 1-2% Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, Նիկոլը։ Բայց այս Եվրո գագաթնաժողովի ու զորահանդեսի կապակցությամբ ռեյտինգը 35-40% բարձրացած կլինի։ Տաշիր Սամոն ինչքան խոսում է, ինչքան ելույթանում, այնքան վարկաբեկվում է մի 10-15%։ Իմ համար ցավալի կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը Դոդիկ Ագոն Գագիկ Ծառուկյանի թիմը անցնի խորհրդարան, բայց ընտրենք փոքր թիմերին, փոքր խմբերին, այլընտրակ ձևավորենք։ Հիմա Ռոբերտ Քոչարյան իր 70-ական, 80-ական թվականներին մեկ պապենական հողերի Ադրբեջանի գրաված Բաքվի ուղղակի ԿԳԲ աշխատող ա եղել, լեցենալ Բաքվի ենթակա, ուղղակի աշխատավարձով, Ալիևի ուղղակի ենթակա, ինքը իր տունը պահել է սովետի ժամանակ 70-ական, 80-ականներին հայերի վրա դանոց գրելու Բաքու, հայերի տառապանք վիշտ արդյունքով։ Ներդրվել է այդ Ղարաբաղյան շարժման մեջ, ՀՀՇ-ական կարգախոն դեմք է եղել, երկու անգամ ՀՀՇ-ի ցուցակով դեպուտատ է ընտրվել, պատգամավոր 89 ու 91 թվականին, 91 թվականի վերջում, 92 թվականին, 92 թվականի մայիսի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Պարսկաստան Թեհրան քաղաքում Էլչիբեի հետ զինադադար ու խաղաղության պայմանագիր է կնքում, բայց լույսը բացվող Շուշին գրավեցին, որտեղ դրա նախօրյային մարտ-ապրիլին Շուշիի 3800 գառնիզոնը կչացվել է 200-300 աստիճան է մնացել, պարզա որ տենց հեշտ կարացին մերոնք գրավեն եւ որպես արդյունք մայիսի կեսերին վերջերին արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ական Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի նախագահ, պարտադրում է ամբողջ Արցախի ամբողջ կառավարման լծակը տար Ռոբերտ Քոչարյանին, ինչա լինում ընդամենը 2 ամիս հետո 92 թվականի ամռանը հունիս, հուլիս, օգոստոս էլ չհաշված 2 ամիս Արցախի 90%-ը կորցնում ենք, Ստեփանակերտի շրջակայքում ամենում։ Հələ ես այդ իր կրիմինալ բան, իր ղեկավարման տարիներին, որ ռեստորան գնում գալիս էր, հետևից գալիս էին խանութ, մինչև նորմալ խանութ էր, առևտրով մի երկու անգամ տուներ գալի, հետևից գալիս են հարկային մլցեքով, հետո ես որ այդքան փող էր ստանում, էլ դեռ փոխանցել, ավտո առնել այդ թեմաների չեմ ասում։ Ու Լևոն Տեր-Պետրոսյանի կարկառուն նվիրյալին Ռոբերտ Քոչարյանին 97-ին բերում է վարչապետ է նշանակում, ոչ ավել ոչ պակաս։ Ու Սերժ Սարգսյանն էլ է ԿԳԲ-ի լեյտենանտ, էլի ՀՀՇ-ական, երկու անգամ ՀՀՇ-ի ցուցակով պատգամավոր է ընտրել։ Մի խոսքով Ռոբերտ Քոչարյանի ճակերտավոր կառավարումը տեսել ենք ու այն մարդիկ են իր կողմը, ու այն մարդիկ են Ռոբերտ Քոչարյանին ընտրում, ովքեր որ այդ համակարգված թալանտը ռոլը կողմնակիցն են ու ուզում են դա անեն։ Հայության բոլշևիկ յենիչեր խասապ աստիճան կարմիր կոմիսարները, համ կողմնակիցները, համ ընտրողները։
Տաշիր Սամոն նո իր գնացել է գործ արել ռուսական պետական տենդերներով, ռուսկի միրով հարստացած պետական համակարգի տենդերներով, Մոսկվայի քաղաքի տենդերներով, Գազպրոմի տենդերներով, ասինքն լավ հատկատներին, լավ վերադասին փող տալով, անողը գրփելով, սեփական հանրությանը, եթե դա Ռուսաստանն է, դա ռուսի խնդիրն է, բայց Հայաստանը միշտ բարերարություն, բարեգործություն արել, առանձնապես ոչինչ, ինչ էլ արել է, պետությունը փոխհատուցել է, ոչ մի մեծարուստ, բարեգործություն, զրի չի արել, չկա։ Մենակ Սփյուռքի, Եվրոպայի, Ամերիկայի հայերն են բարեգործություն զրի արել, անվարձայտոց ցանկացած տեղական ռուսական օլիգարխ, ցանկացած բարերարություն պետությունը փոխհատուցել է։ Եթե տենց չի, թող դատական կարգով ապացուցեն։ Հիմա Տաշիր Սամոն 2015-ին էլեկտրացանցին տալիս են Իրան, այդ ռուս կառավարմանը ֆուկ են անում, Էլեկտրիկ Երևան դիվիժնին են ստեղծում, տալիս են Տաշիր Սամոյին։ Տաշիր Սամոն $150 միլիոն դիմաց գրավ է դնում Կիպրոսի բանկում ու դե մի տարի հետո 1.8 միլիարդ դոլար պետական գարանտիայով, այսինքն մեր երաշխիքով, որ մենք կփակվենք 1.8 միլիարդ դոլար վարկ է վերցնում էլեկտրացանցերը վերազնելու այդ թվային հաշվիչները այդ ժամանակ լինում 25 դրամանոց հոսանքը դառնում է 54 դրամ։ Հիմա պետական պարտքեր, տուրքեր, հարկերի լուրջ պարտավորություններ ունի, այդ Նիկոլը դա եկավ, Նիկոլը ձերբակալեց, Տարապյալը էդի ջրվեց, այդ ձև չի, թող հակառակը ապացուցեն, այդ Կիպրոսում գրավ դրված բանկի գումարները, մենք ենք փակվում, Ռոմանը հրապարակում անում այսքան պետական պարտքը մարվել է ցանցի 1.8 միլիարդ դոլարի պետական գարանտիայով վարկերը մենք ենք փակվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին գումարած էլեկտրացանցի այդ գումարները, որ մեր 1 կիլովատ հոսանքը Հայաստանի ինքնարժեքը 3 դրամ է։ Հրազդան գետի 7 գեստերի կասկադով, որ ապահովում ամբողջ Հայաստանի հոսանքը եւ Որոտան գետի կասկադը, որը նույնպես կարող է ապահովել ամբողջ Հայաստանի էլեկտրական հոսանքը, ինքնարժեքը 0.3 դրամ է։ Այսինքն 1000 կիլովատի դիմաց Հրազդանի գեսերի կասկադից եթե գնենք, մենք կտանք 3000 դրամ, եթե Որոտան կասկադի գեսերից գնենք, մենք կտանք 300 դրամ։ Բայց Հրազդանում Երևանի ջեկը գազով հոսանքա ստանում, Երևանի ջեկը տալիս է Պարսիկին, Հրազդանի ջեկը ծախում է Թուրքիային, ատոմակայանը կառավարմանը տվել ռուսին, հոսանքի 80-90%-ը Թուրքիային է վաճառում։ Հիմա Տաշիր Սամոն ինչ արել հայության համար, կամ այդ կորոնայի ժամանակ 44 օրյայի ժամանակ 2021, 22, 23 թվականներին ուր էր Խինորիշապ Դոդիկը ինչ դա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Դոդիկն ու Գրզոյկը Վազգենի ու Վանոյի տենց դվարնյաշկա նաֆազ քուչիշներն են եղել հայ տարապան կարծում վշտով հարստացած Կոտայքի մարզը ամբողջ Դոդիկի այնտեղ տերորի ներքո եղել տասնամյակներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ տեսել ենք համեմատական չի Քոչարյանի Սերժի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բայց դա մեր պայքարի արդյունքն է համազգային եւ չնայած ամեն ինչ արեցին այդ Քոչարյան Սերժ Լևոն Տեր-Պետրոսյան այնտեղ Տաշիր Սամոն Դոդի-Գագո որ այլընտրեք չձևավորվի, իրենք մեդանելան, իրենք ամեն ձև խոչտել, կազմակերպված, իրենց թայֆեն, Կրեմլի Բաքվի օկուպացիոն ռեժիմը շարունակում է մեզ կեղեքել, թալանել ու հոշոտել։ Այսօր պայքարի շարունակվում է, ընտրեք նոր ուժին գոնե բազարների թեմա ունենան, էլի իրենք իրար մեջ։